Էդի հերթական ծաղրելի կամ հետական նվաստացման բանա մեր թոշակառուների նկատմամբ, եթե հաշվի առնենք ներկա պայմաններում թոշակառուները ոնց են ապրում, մենք բոլորս դա գիտենք, բոլորս ականատես ենք ամենօրյա ռեժիմով այդ մարդիկ ինչ խնդիրների առաջ են խոսքի կանգնում։ Այդ Նիկոլ Փաշինյանի կամ էլ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչների բոլոր մշտական այդ 10,000 դրամը այդ թոշակառուների կներեք արտահայտությանս համար աշկները կոխելու համար, նորից եմ ասում, Համատաբար կա այն պարգևատրումների հետ կապված, դրանց աշխատավարձների հետ կապված, որը միլիոնների կամ էլ ինչ-որ բաների է, չէ՞ գնում, այս մեկ է մույսը։ Սա այս թոշակառուները, մեր թոշակառուները այս իրավիճակում հայտնվելը, սա իրենց կողմից էլի մշտական հիշեցնելու մարդկանց, որ այդ փողերը մենք ենք ձեզ տալիս։ Ժողովուրդ ջան, փողը իրենց գրպանից չեն տալիս։ Փողը իրենք չլինեն, ուրիշները լինեն, այս մեկ է մույսը, դա պետական բանով, որ ասում է, այդ վճարագրերի մեջ կամ մշտական այդ որոշումների հետ ուսումնասիրելով ընդհանուր հասարակության մեջ թոշակառուների վիճակն կամ մնացած կարգավիճակում գտնվող մարդկանց, դա հաշվի են առնում, բայց որ գալիս է մի բան ընտրությունների հետ կապված, ընտրություններից առաջ նմանատիպ գործողություններ, նմանատիպ ոնց իշխանության հետ։ Ուրեմն իշխանությունը սա ինքը իր հարցն է լուծում, թոշակառուի հարցը չի լուծում, չի լուծել։ Այդ պարագայում, այդ որ իրանք այդ միշտական այդ բաներն են ասում, սա այսօրվա պարագայում նախընտրական բաների, պրոցեսների մի հատ ուղղությունն է, որ իրանք այդ ուղղության վրա աշխատել են թոշակառուներին իրանց բանանելու, որ ասում է, իրանց նկատմամբ ուշադրության կամ ձայների այդ բաների հետ կապված։